Վերադարձանք տաղավար ու չգիտեմ մի քիչ դժվար է մենք լինելու գուցե, բայց պետք է փորձենք մի երկու բան գոնե մեզ գուցե սովորացնի։ Այո, որովհետև լուրերից առաջ մեր հեռուստադիտողները եթե հետևում էին, մենք փորձում էինք հասկանալ զրույցից բացի այն տեղեկություններից, որ կփորձենք կորզել մեր հյուրերից, որովհետև գիտեք, միշտ այս շրջանում գաղտնիքները շատ են եւ փակագծերը չեն բացվում, բայց գոնե թե կփորձենք նրա ռիթմերով շարժվել։ Ինչի մասին է խոսքը։ Այո, ինձ թվում է ճանապարհին էին եւ չեն հասցրել իմանալ, բայց թե ում պետք է տեղյակ պահենք, ասենք հենց հիմա։ 2026 թվականի Եվրատեսիլի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնին, բարի լույս Սիմոն։ Բարի լույս Սիմոն։ Եվ մեր շատ սիրելի գործընկեր, զուգահեռաբար Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, բարի լույս Դավիթ։ Բարի լույս։ Բարի լույս, քեզ կարոտել էինք։ Ես ձեզ շատ կարոտել, անգամ մինչ հարցազրույցը սկսելը մեր հեռուստադիտողներին ասենք, որ ձեզ ասացի ինչքան է կարոտել այս բազմոցը եւ մեր տաղավարը եւ երբ նստեցի, ասացի, ահա, վերջապես վերադարձա հարազատ տաղավար, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Նույնիսկ մինչև եթե այսպես գալը Դավիթը բոլորին վերջի մինչև վարքյանները ողջունում էր բոլորը նրան շատ էին կարոտել, անկեղծ շատ էին կարոտել։ Իսկ ինչ էինք ասում քիչ առաջ, որ դե պետք է փորձենք, գուցե ինչ-որ մի նոր բան սովորենք։ Հաշվի առնելով, որ մենք գիտենք Սիմոնը շատ լավ է պարում, ոչ միայն երգում, այլ նաև ոչ միայն պարում, այո, երգելը նաև լավ է պարում, վերջում մի երկու բան պետք է մենք պարենք։ Այտենց է, պայմանն այտենց է Սիմոն ջան, եթե չէ հարցազրույց չի կարող լինել, վերջ մեր եթերում գովաստ։ Չէ, բայց միանգամից Սիմոնը համաձայնեց։ Շատ է, վերջում վերջում մի բան կանենք։ Ես ուզում եմ բայց զրույցը սկսենք նախ շնորհավորելով Սիմոնին, որովհետև երեք արդեն հայտնի դարձավ, որ հենց դու ես լինելու մեր պատվիրակ ու ամեն շատ արագ կարծես ստացվեց։ Շատերը իհարկե ասում էին, որ ուշ է, մենք դեռ չգիտենք ով է լինելու մեր պատվիրակը, ինչ երգով, երբ պետք է ներկայանանք, բայց արի ուտես, որ ամեն ինչ շատ արագ էր ու ռիթմիկ։ Ինչպես յուրաքանչյուր անգամ կարծում եմ մեր դեպքում ամեն ինչ շատ արագ է ստացվում եւ շատ ռիթմիկ ու նաեւ պիտի այս առումով թիմին շնորհակալություն հայտնենք, որ բոլորը այսպես քրտնաջան աշխատում են, որ այդ սեղմ ժամկետներում իհարկե ամեն ինչ ստացվի հնարավորինս լավ։ Կարծիքներ այո եղել են, որ բավականին այսպես երկար ժամանակ է չենք հայտարարում, փորձում են գաղտնիք պահել, թե ով է գնում։ Իրականում գաղտնիքի որևէ բաղադրիչ չի եղել, որպեսզի գաղտնի պահենք, թե ով է, բայց կարծում եմ հատկապես այն մարդիկ, որոնք տեղյակ են ինչպես են այս գործընթացները կազմակերպվում, գիտեն, որ բավականին երկար ժամանակ յուրաքանչյուր տարի պահանջվում արտիստին ներկայացնելու համար եւ այս իհարկե գործոնները շատ տարբեր են լինում, կարող են լինել ավելի աշխատանքային, ավելի մարդկային ռեսուրսների հետ կապված, ժամանակի հետ կապված, մտքերի հետ կապված եւ այլն եւ Եվրոպական հեռարձակողների միությունը հստակ ժամկետ է սահմանում, որը 3 էր եւ այս տարի մենք այդ վերջին օրով ժամկետով եւս մի քանի երկրի հետ միասին այո ներկայացրեցինք թե Սիմոնին թե արդեն երգ։ Իսկ ինչպես ընտրությունն այս տարի կայացվեց։ Այս տարի ներքին ընտրություն է կայացվել, գիտեք, որ Եվրատեսիլի դեպքում կամ ազգային ընտրություններ են լինում, կամ ներքին ընտրություններ են լինում հեռուստաընկերությունների կողմից, երկուսի հնարավորություններ կա, եւ նախորդ տարի ազգային ընտրությամբ մեր պատվիրակ պարգը ընտրվեց, կհիշեն կարծում եմ շատերը, որ Սիմոնը եւս մասնակցում էր։ Այո, եւ շատերը նաեւ հիշում են, որ Սիմոնը թե տեղի ժյուրի, թե միջազգային ժյուրի քվեներով առաջատարն էր անցած տարի։ Այո, առաջին հորիզոնականում էր եւ միջազգային ժյուրի եւ հայկական ժյուրիի կողմից բավականին բարձր գնահատակ էր արժանացել, ինչպես նաև երկրպագուների կողմից, որովհետև կարծում եմ Սիմոնի համար դա առաջին այսպես ելույթներ Եվրատեսիլյան ձևաչափում եւ շատերի համար մինչ դեպի Եվրատեսիլի եթերը գուցե նրանք չէին պատկերացնում թե ինչ է լինելու բեմում, հետո երբ ելույթը տեսավ, նա նաև երկրպագուների կողմից շատերի կողմից սիրվեց, ու այս տարի արդեն հանրային հեռուստաընկերությունը այս ամենը հաշվի առնելով ներքին ընտրություն կատարեց եւ որոշեց նախորդ տարի երկրորդ տեղ զբաղեցրած մասնակցին տալ հնարավորություն ի վերջո իր ուժերը փորձել արդեն Եվրատեսիլ։ Երբ որ հատկապես կա բոլոր համապատասխան պայմաններ, այսպես ասենք, թե երգի առումով, թե ձայնի առումով, թե նաև պարի առումով, որին պետք է համոզվենք շատ շուտ։ Սիմոն, ինչպիսին է քո զգացողությունը, երբ եղավ այդ զանգը, երբ իմացար, որ դու ես ներկայացնելու 2026 թվականին մեր Հայաստանը։ Անկեղծ լինեմ, դա եղել է իմ երազանքը մասնակցել Եվրատեսիլին եւ այդ իսկ պատճառով անցած տարի երբ որ եղավ այդ դեպի հայտարարվեց դեպի Եվրատեսիլ մրցույթը, ես sense մեծ սիրով ու sense մեծ տպավորություններով պատրաստվեցի դեպի Եվրատեսիլին, այնտեղ շատ մեծ աշխատանք կատարեցի, բայց եղավ այնինչ եղավ, երևի թե դա ճիշտն էր, որովհետեւ այս տարի ընտրվեցի ներքին ընտրությամբ եւ ահա որ շատ ուրախացել էի
սպասումները սենց ունեի սպասումներ եւ երբ որ դա իրականացավ ավելի սենց ուրախացա ու այն որ սենց ամբողջ ուժս ներդրեցի որպեսզի ստանանք այն ինչ որ ստացանք եւ կարծում եմ որ կոնցերտով է դու ընտրություն կայացրել ես միասին եք քննարկել թիմով Միանշանակ եղել է միասին քննարկումով բայց նաեւ հաշվի առնելով իմ ցանկությունները թե ոնց եմ ես զգալու որովհետեւ ես եմ դա կատարելու բեմում վերջը բայց ես այդ երգը շատ իմն է ու սենց ահա որ սպասում եմ այդ պահին երբ եմ բարձրանալու բեմ Արդեն բեմում երգելու մի փոքր պատմենք այս ստեղծագործության մասին ինչու եւ ինչպես ծնվեց այս փոքրիկ ճակերտավոր բոյկոտը աշխատանքային Իրականում յուրաքանչյուր տարի երգի ստեղծման պատմությունը շատ այսպես միշտ հետաքրքիր է լինում ու լինում են երգեր, որոնք ծնվում են, լինում են երգեր, որոնք են ստեղծվում են հատուկ Եվրատեսիլի համար, բայց Սիմոնն ինչպես նշեց, իհարկե միշտ թիմը հաշվի է առնում եւ հերոստանգերությունը հաշվի է առնում նաեւ մասնակցի կարծիքը, որովհետեւ իհարկե թիմում մարդիկ շատ են եւ թե անգամ երգի վրա աշխատող մարդիկ են շատ լինում եւ կարծիքները կարող են շատ տարբեր լինել, ինչպես եւ ճաշակը, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ իհարկե որոշիչ դեր պետք է ունենա այն մարդու կարծիքը, որը գնում է Եվրատեսիլ եւ սա մշտապես հաշվի ենք առնում բոլորս, որովհետեւ ի վերջո այո թիմում կան շատ մարդիկ, բայց այդ մարդկանցից որևէ մեկը չի կանգնում 200 միլիոն հեռուստադիտողների առջև եւ բեմում կատարում երգ, այսինքն արտիստը պետք է վստահ լինի, որ այդ երգով նա կարող է լավագույնս ներկայանալ եւ իր հնարավոր պոտենցիալը նաեւ ներկայացնել մարդկանց ու այս տարի Դիմել ենք Լիլիթ Նավասարդյանին, մեր շատ սիրելին, պետք է ողջունենք եւս մեկ անգամ եթերից։ Լիլիթը գիտեք, նախորդ տարի արդեն աշխատել էինք Ալբերտի երգի վրա միասին, այո, Braveheart քաջ սիրտը երգի մասին է խոսքը եւ անցած տարի նաեւ Սիմոնի դեպի Եվրատեսիլյան երգը, որ երկրորդ տեղ զբաղացեց, եւս Լիլիթ Նավասարդյանն էր հեղինակել։ Ու մենք հասկացանք, որ Սիմոնի եւ Լիլիթի միջև կա այդ քիմիան աշխատանքային, որը կարող է նմանատիպ հետաքրքիր երգեր ստեղծել եւ նրանք արդեն շատ լավ հասկանում են միմյանց ու դիմեցինք Լիլիթին։ Լիլիթը իրականում մի քանի տարբերակեր երգի առաջարկել, որոշ տարբերակներ շատ ավելի նման էին նախորդ տարվա երգին, որոշ տարբերակներ էլ շատ տարբեր էին այդ երգից, ինչպես օրինակ սա, այսինքն ժանրային առումով կատարողական առումով գործիքավորման եւ այլն շատ տարբեր էին եւ կարծում եմ երբ Սիմոնը լսեց եւ արդեն բոլորս լսեցինք այդ գիտարի առաջին հատվածը էլեկտրոնային, որ այսպես կարծես բոլորի մոտ դա է տպավորվում, ասացինք, որ այստեղ ինչ որ հետաքրքիր բան կա, որովհետեւ հայկական մոտիվ է այդտեղ նվագվում, բայց փորձվում է ներկայացվել այդպես նախ եւ առաջ ռոք ժանրի մեջ, այնուհետեւ արդեն էլեկտրոնային է դառնում։ Եվ այդպես ընտրվեց այդ ստեղծագործությունը, հետո շատ երկար ժամանակ պահանջվեց արդեն բառերի համար, որովհետեւ մի փոքր գաղտնիք բացեմ, որ Լիլիթը ֆանտաստիկ ստեղծագործող է երաժշտական բայց երբեմն շատ բարդ է այդ շատ հետաքրքիր եւ խուճուճ մեղեդիների շուրջ բառ գրել եւ գրել բառ, որը կարտահայտի որևէ իմաստ, որը Եվրատեսիլյան բեմում եւ կարեւոր է եւ երբեմն այդքան էլ կարեւոր չէ, այսպես հակասական է մի փոքր։ Ու դիմեցինք մի շարք հեղինակների որոնք պիտի ներկայացնեին բառերի տարբերակներ եւ անընդհատ ինչ-որ տարբերակներ ենք ստանում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ արդյոք այս բառերը կաշխատեն եւ այս երկում իրենց տեղը կգտնեն, վերջի վերջո ստացվեց այնպես, որ երկի խոսքերը հեղինակեցին Ռոզալինը, ես եւ Էվան Ոսկանյան, եւ սա շատ հետաքրքիր ստուդիայում աշխատանք էր, որովհետեւ առավոտյան ժամը 3-ն էր, ես զանգահարեցի Ռոզալինին, որը այս պահին ԱՄՆ-ում է եւ այնտեղ է աշխատում եւ այդպես տեսա զանգով մենք միասին թիմով սկսեցինք գրել այդ բառերը, իսկ Էվան Ոսկանյան հենց այդ Պալոմա ռումբա բառի հեղինակն է, որը բոլորի մոտ միանգամից շատ արագ տպավորվեց եւ ինչ որ առումով նաեւ իմաստային կապ ստեղծվեց, որովհետեւ Պալոման թարգմանաբար իսպաներենից նշանակում է աղունիկ, ռումբան էլ դեպարն է, այսինքն աղունիկի ազատության բառի մասին է այստեղ խոսքը, ու ամբողջ երգն էլ կարծես դրա մասին է մի մարդու, որը անընդհատ իր այդ ամենօրյա աշխատանքային նույն կրկնվող քառակուսի կյանքի, այո, այդ 9-ից 5 գրաֆիկի մեջ է աշխատում, բայց իրականում նա աստղ է, նա ուզում է երգել, նա ուզում է ապարել, բայց փորձում է դա քողարկել այդ աշխատանքում եւ ի վերջո իհարկե դա պայթում է, որովհետեւ իրական նրա տեղը բեմում է։ Մենք քիչ առաջ պատեկրանին տեսնում ենք կադրեր տեսահոլովակից, հա, նկարահանման process-ից ընթացքից, տեսահոլովակն էլ այսպես շատ հոպ, արագ ու պատրաստ է, այսինքն մեկ օրվանից շատ արագ էլ նկարահանվել է, այո։ Շատ արագ մեկ գիշեր կարելի ասել տենց նկարահանումներ, տեսահոլովակից նույնպես խոսենք, ում էր միտքը, ինչու հենց այդ ձևաչափով տեսահոլովակ, ով է ռեժիսորը, եւ ինչպես քեզ չարչարեցին ու տանջեցին Սիմոն։ Ես եկեք կարճ ներկայացնեմ այդ դեպքում թիմին եւ գաղափարը, դու կպատմես քո տպավորությունների մասին, ինչպես այդ ամենը մի օրում արդեն ստացվեց։ Իրականում ես հենց վախ ունեի, որ սենց շատ կարճ ժամանակահատվածում հարցնում էի անընդհատ բառերի մասով եւ այլն, եւ բայց ներքուստ վստահ էի, որ լինելու է եւ այլն, եւ իհարկե ահա որ վստահում էի Դավիթին Ծերունյան եւ հենց այդպես էլ եղավ, որ Դավիթը
գրեց բառերի մի մասը գրեց Դավիթը, ես եմ որ հետո վերջում ասացի Դավ, տեսնում ես, սենց ասում էի դեռ չկա, բայց վերջում սենց եւ սենց ամեն ինչ շատ արագ է ստացվել, բայց քանի որ ուզում եմ նշել աշխատում է շատ պրոֆեսիոնալ թիմ, որոնց ահա որ շնորհակալ եմ, այդ արդյունքում եղավ իդեալական աշխատանք, կարծում եմ տպավորությունները շատ սենց պատրաստ էի ես այդ տեսահոլովակին ու սենց ինձանից ինչ սպասումներ ունեին կարծում եմ արդարացրել եմ եւ ռեժիսորը Արտուր Մանուկյանը նշեմ ինչ ասում էր ես սենց միանգամից անում էի եւ կարելի ասել շատ տենց դուբլեր չենք փորձել սենց միանգամից անցել ենք որտեվ ստացվել է լավ տպավորությունները շատ sense վառ են, տեսնենք տեսահոլովակը։ Բնորոշում է երկին ստեղծագործությունը եւ տեսահոլովակը իրար համահունչ են։ Միանշանակ իրար հետ համահունչ են։ Տեսահոլովակում ես կատարում եմ մի աշխատանք, որը որ ես չեմ սիրում, ասենց ամենօրյա առօրյա աշխատանք եմ կատարում, բայց ներքուստ ես ուզում եմ լինել ասենց ասած rockstar։ Ներքուստ ուզում եմ լինել աղավնի։ Ուզում եմ լինել ազատ, իհարկե ազատ, ապրել եւ իմ պատկերացումների մեջ իմ ամբողջ այդ աշխատակազմը իմ հետ միասին եւ շատ համահունչ ներկայացրել ենք դա տեսահոլովակում, կարծում եմ շատ համապատասխան է։ Ես արդից օգտվելով նաև թիմին պետք է իհարկե շնորհակալություն հայտնեմ, որովհետև Սիմոնը չի սխալվում, երբ ասում է, որ այո, շատ արագ ամեն ինչ կազմակերպվել է ու ես հերթական անգամ սա պատահական չեմ ասում, հիանում եմ մեր հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմով, ստեղծագործական առումով այն մտքի թռիչքը, որը կա եւ երբ տեսնում ենք նաև մեկնաբանությունները, որոնց մասին եւս կխոսենք, հասկանում ենք, որ իսկապես այդ առումով եւս Հայաստանը կարող է նման արտադրանք տալ, նման մակարդակի արտադրանք, որը հաճախ շատ ավելի լավն է լինում կամ ոչ պակաս լավն է լինում, քան մեր այլ միջազգային գործընկերների արած աշխատանքը եւ այստեղ շատ կարեւոր է իհարկե Արտուր Մանուկյանի դերը ռեժիսոր, որը շատ երկար օրեր, գիշերներ պարզապես չի քնել եւ աշխատել է որպես այս տեսահոլովակը իրականություն դառնա թե կոնցեպտի առումով, թե գաղափարը, թե վիզուալները, որոնք ստացել են եւ պիտի նաեւ նշենք շատ են մարդիկ, որոնք աշխատել են, բայց նշենք Քրիստինային Ավակիմյան, որը պարերի հեղինակն է եւ բոլոր այն պարողներին շնորհակալություն հայտնենք, որոնք մինչեւ առավոտյան ժամը 3-ը 4-ը պարել են այդ նկարահանումների ժամանակ, Արմենը Գալյան մեր գործընկերը, որը ոճաբանն է եղել, Արտյոմ Աբովյան օպերատորն է մեր եղել, ինչպես նաև Լիլիթը, Լիլիթները եւ մի խոսքով ովքեր զբաղվել են դեկորացիաներով եւ այս ամբողջ տեսարանը կյանքի են այսպես ասած կոչել, շատ մարդիկ կան, որոնք իմ անունները գուցե չնշեմ, բայց իրենք հսկայական իսկապես աշխատանք են կատարել ու կարծում եմ, որ գնահատականը արդեն տեսնում ենք, որովհետեւ մինչ եթեր մտնելը այսպես որսինգ եւս մեկ անգամ ստուգել։ Ես հենց նոր դա էի Հենց այս պահին էի ստուգում 14 ժամ է ինչ հասանելի է տեսահոլովակը եւ 180-ից 1000-ից ավելի դիտումներում մոտ 200 կարող ենք այս դեպքում ասել, որովհետեւ դեռ մենք էլ արթնանում ենք վերջին նորություններից հետո եւ իսկապես 24 ժամվա համար շատ լավ ցուցանիշ է։ Սովորաբար երբ 24 ժամում 100,000 է լինում, մենք ասում ենք այ հրաշալի ցուցանիշ է, մեկ օրում 100,000 դիտում ենք հավաքել, հիմա փաստորեն հասնում ենք 200,000-ի, որը հրաշալի է։ Իսկ ինչպեսին է արձագանքը, քանի որ գիտենք շատերը հատկապես դրսում վարկյան առաջ փորձում են հասկանալ, որ երկիրը տեսահոլովակ տեղադրեց, այդպիսի բլոգերներ անգամ կան, որոնց բանակը հենց սպասում է եվրատեսիլյան տեսահոլովակներին ու երգերին, ինչպեսին է արձագանքը, թե մեզ մոտ, թե դրսում։ Ես որքանով հասցրել եմ հետևել, դեռ շատ չեմ տեսել, իհարկե բոլոր այն տեսահոլովակները, մարդկանց ռեակցիաները, որոնք նրանք հրապարակում են, հասցրել եմ գիշերը տեսնել, բայց հիմա կարծում ավելի շատ կլինեն դրանք, եթերից հետո մենք էլ անպայման կնայենք ու կտեսնենք մեկնաբանությունները, ինչպես միշտ արձագանքը շատ դրական է, մասնավորապես միջազգային երկրպագուների եւ եվրոֆաների կողմից, որովհետեւ կարծում եմ, որ շատերը հասկանում են, որ այս երգը ել ավելի հետաքրքիր է լինելու բեմադրությամբ եւ հետաքրքիր է լինելու կենթանի կատարմամբ։ Մենք անգամ խոսում էինք թիմի հետ միասին, երբ ձայնագրում ենք երգը, որ ասում ենք այնքան խառնաշփոթ եւ այնքան էներգիա կա, որ այո, գուցե յուրաքանչյուր օր ինչ որ մեկը չմիացնի եւ չլսի այս երգը, բայց պատկերացնում եք ինչ կկատարվի, երբ սա մենք տեսնենք բեմում, ու կարծում եմ դա շատ կարեւոր է եւ նաեւ մեզ մոտի արձագանքները այսօր պետք է հետևենք, տեսնենք ինչպիսին են, դեռ բավականին լավն են, որը մեր դեպքում իհարկե շատ լավ է եւ եւս, որտեվ գիտեք, մենք սիրում ենք հաճախ քննադատել, խոսել, քննարկել եւ միշտ չէ որ գոհ ենք կատարած։ Լավ բանի մասին լռել շատ հաճախ։ Լավ բանի մասին հաճախ լռել եւ այո, դա լինում է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես այս երգի եւ այս կատարման դեպքում իհարկե գաղտնիք չէ, որ Սիմոնը ֆանտաստիկ է բեմում, թե պարային առումով, թե իր երգելու առումով եւ կարծում եմ, որ
այս երկը տալիս է նրան հնարավորություն, որպեսզի մենք այդ ամբողջ պոտենցիալը տեսնենք բեմում, այսինքն որևէ բան քողարկված չլինի, այդ պորտկումը էներգիայի մենք բեմում տեսնենք, իսկ Եվրատեսիլում բացի այն, որ պետք է լավ ժամանակ անցկացնես եւ տպավորվես, պետք է նաեւ տարբերվես, սա թերևս ամենակարևոր բանն է, որովհետեւ մոտ 40-ի հասնող մասնակիցների շարքում պետք է լինի որևէ մի բան, որով դու կառանձնանաս նրանցից։ Ես ունեմ այդ ներքին վստահությունը, որ այս երկը միանշանակ առանձնանալու է բոլորից, որովհետեւ այո, իսկապես շատ յուրահատուկ է եւ վստահ եմ, որ մեր արտիստը ել ավելի առանձնանալու։ Մնացածն էլ արդեն ինչպես միշտ կլինի մարդկանց ձեռքերում։ Մենք շատ շուտով կհամոզվենք, չէ՞, որ ոնց ենք առանձնանալու։ Մի երկու բան մեզ Սիմոնը ցույց կտա։ Ես շատ ուզում եմ տեսնել ինչպես ես դու կրկնելու այդ շարժումները, վստահ եմ, որ ֆանտաստիկ է ստացվելու, խնդրեմ։ Սա հիանալի է, Սիմոն, խնդրեմ։ Այո, մենք կվայելենք այստեղից այդ տեսարանը։ Պրեմիերա է մեր եթերում։ Գնացինք ինչ ենք։ Ոնց ասում ես, ես նենց անում եմ։ Սիմոն շատ արագ է սարում ինչ։ Ամենահեշտը։ Այս մեկը հեշտ է։ Սենց։ Կտրուկ ավելի։ Ավելի հեշտ ասա։ Հա, սենց։ Ու սենց ինչքան ես անում։ Հետո կարող ես Շատ հերիքի։ Բայց ես անելուց հետո կարող ես երկես։ Այո, Խացավ չի, նո։ տեսա հոլովակի օրը կար։ Դու տեսել ես, որ Սիմոնը առաստաղից Սիմոնը կախված ապրես սալտոներ անդադար անելով, այսպես միաժամանակ երկում է օդում կախված։ Բայց դժվար չի անկել։ Ես կարծում եմ, որ հնարավոր չէ, ես չգիտեմ ոնց է ստացվում, ամեն անգամ կարծում եմ, Ես որ դա ձայնագրությունը Դե մենք ժամանակ ունենք պարապելու մինչ Եվրատեսիլ, որպեսզի հետևելու ընթացքում եւ երկրպագելու ընթացքում իհարկե մեր պատվիրակին կարողանան գոնե 1-2 շարժում կրկնել ու վայելել այդ ողջ ընթացքը։ Մենք վստահ ենք այն էներգիան, որը եկել է տեսահոլովակից, եթե ոչ կրկնապատկվելու է, ապա էլ ավելին ու հայտնվելու է Եվրատեսիլյան բեմում, ցնցելով աշխարհը։ Երբ ենք մեկնում, ուր ենք մեկնում եւ երբ պետք է հետևենք Եվրատեսիլին։ Պաշտոնական տեղեկությունները։ Մայիսին ենք մեկնելու եւ այս պահի դրությամբ իհարկե կլինեն նախաեվրատեսիլյան բոլոր միջոցառումները, որոնց գնում ենք, անհամբեր սպասում ենք դրան, որովհետեւ կարծում ենք, որ իսկապես այս երգը կենթանի կատարման համար եւ ակումբներում նաեւ կատարման համար երգ է, կարծում ենք արձագանքը լավը կլինի։ Շուտով կասենք, թե որ երկրներում կլինենք, իսկ Եվրատեսիլը մայիսին կլինի, եզրափակիչը մայիսի 16-ին է, մինչ այդ էլ արդեն իհարկե կլինի կիսաեզրափակիչը դրանից առաջ ամսի 14-ին երկրորդ կիսաեզրափակչում մենք լինելու, այնպես որ սպասելու ենք եւ պատրաստվելու ենք այդ օրվան։ Իսկ այնտեղից հուսամ մենք կունենանք հնարավորություն, եթե տեխնիկական խնդիրներ չլինեն, ուղիղ կապ կարող ենք հաստատել, տեսնենք թե ինչ է կանում, որքան ցանկանաք։ Շատ լավ։ Սիմոն, շատ շնորհակալություն քեզ։ Ես մաղթում եմ ձեզ հաջողություն, ամենակարևորը ստացված ու լիարժեք ելույթն է, վստահաբար սպասումները յուրաքանչյուրից մոտ մեկն է, այսինքն մենք անկալում ենք մենակ հաղթանակ, բայց այս պարագայում ինչ-որ ներքո զգացողություն կա, որ մենք այդ բոլոր շանսերը եւ հնարավորությունները ունենք։ Այո, ես ամեն ինչ Սիմոնը շատ լավ տաղանդավոր տղա է։ Եվ շատ համեստ։ Եվ շատ համեստ իրականում։ Շնորհակալ ենք անչափ, հաջողություն ենք մաղթում։ Այսօրվանից արդեն սիրելի հեռուստադիտողները անդադար մեր եթերի ընթացքում պատմելու ենք բոլոր Եվրատեսիլյան նորությունների մասին, այնպես որ մի մոռացեք հետևել առավոտին, առավոտ լուսոյին եւ իհարկե առաջին ալիքին, ու հիմա մեր եթերում առաջին անգամ այսօր կլսենք Սիմոնի Պալոմա ռումբան։ Պարամ պամ պամ պարարամ պամ պամ